Հայ հանճարեղ նկարիչ Մինաս Ավետիսյանը Ջաջուրն ահա այսպես է պատկերել. հետաքրքիր է, իրոք այն այս նկարի պես արևոտ ու գունագեղ է։ Վաղ առավոտյան, երբ նույնիսկ Արեգակը դեռ չէր էլ հայտնվել երկնակամարում, ճամփա ընկանք մեր հարցի պատասխանը գտնելու համար։ Գնում ենք տեսնելու այն վայրը, որը մեր ժողովրդին Մինասի կախարդական գունաշխարհը պարգևեց։ Գյումրիից Ջաջուր հասնելու համար առավելագույնը 30 րոպե է պետք։ Գյուղի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ։ Մուտքի մոտ կանգնեցված ցուցանակը յուրաքանչյուր ճանապարհորդի հիշեցնում է, որ Ջաջուրը հայ ազգին ու համաշխարհային մշակույթին 20-րդ դարի հանճարներից մեկին է պարգևել։ Գյուղում առաջին կանգառը Մինաս Ավետիսյանի թանգարանի մոտ է։ Նկարչի թանգարանը Ջաջուրում ստեղծվել է 1982 թվականին, բայց 1988-ի ահավոր երկրաշարժը հիմնովին ավերեց շենքը։ 2004-ին Մինաս Ավետիսյանի թանգարանը վերաբացվեց այս նոր կառույցում։ Մինասը նաև բեմի գերազանց նկարիչ է եղել։ Սրանք հայտնի պարուսույց Եվգենի Չանգայի բնակարանի դռներն են։ Նկարազարդումները Մինասն է իր ձեռքով արել։ Մինասի շնորհիվ Ջաջուր անունը հայտնի դարձավ բոլոր արվեստասերներին։ Շատերը նույնիսկ չգիտեն էլ որտեղ է այն, բայց գիտեն, որ Ջաջուրը Մինասի ծննդավայրն է։ Մինասը պաշտում էր իր ծննդավայրը, 1000 ու մի թելերով կապված էր այս փոքրիկ գյուղին։ Անգամ Ջաջուրից հեռու նկարելիս մտքում հաճախ էին վերականգնվում հարազատ գյուղական պատկերները։ Ջաջուրցիներին հարց ու փորձ անելով գտանք նաև Մինասի տունը։ Հանճարեղ հայի տնից այսօր միայն ավերակներ են մնացել։ Այստեղ իր վերհուշերի հետևից հաճախ է գալիս Գառնիկ պապը, Մինասի ընկերն ու ազգականը։ Հիշում է, որտեղ էլ Մինասը լիներ, միշտ Հայաստանի ու Ջաջուրի կանչին ականջալուր շտապում էր վերադառնալ։ Այն ժամանակ է, Նիկոլայի ժամանակ է Ջաջուրը մեծ ամբավ ունեցել, որտեղ բոլոր նորաշենից մինչև բանը Ուկրաինայի մոդեր Ջաջուրի մաստերներն են աշխատել։ Начальник станционներ են եղել։ Ջաջուրը զարգացած էր շատ ուժեղ։ Բանից նորորդ մտնի, ասֆալտից մտնեց Ջաջուր։ Ասֆալտադիր մինչև կետար գերեզմաններ լույս էր քաշած Ջաջուրին կողմ։ Երկու հարգանի տներ, շարվածեր ու Ջաջուրում կար մինչև անգամ կոմերում, անասնա կոմերում, սովխոզի, ռեստորան, որը ռայքում քաջողար կար տեղացած։ Գառնիկ պապն ասում է, որ Ջաջուրը խորհրդային տարիներին մեծ համբավ է ունեցել։ Եթե չլիներ երկրաշարժը, այս գյուղը շատ ավելի զարգացած կլիներ։ Ութսունութի երկրաշարժը Ջաջուրը գրեթե 100%-ով ավերեց։ Երկրաշարժի հետևանքներն այսօր էլ ամբողջությամբ վերացված չեն։ Այսօր Ջաջուրը 260 ծուխ ունի, այսինքն մոտավորապես 1150 բնակիչ։ Գյուղացիները պատմում են, որ Ջաջուրը հիմնադրվել է 1828-29 թվականներին Արևմտյան Հայաստանից խնուս հարկից եկած 25 հայ ընտանիքների կողմից։ Ջաջուր անունով հին հայկական նախարարական տոհմ է եղել։ Նույն անուն մի գյուղ էլ հարկում է եղել։ Գյուղի անվանակոչման հետ կապված մի քանի պատմություններ են հայտնի։ Ասում են գյուղում մի հսկայական ուռենի է եղել, որից ստվերում գյուղացիները սիրել են նստել ու հանգստանալ։ Ուռենին գյուղացիները ջոջ ուռ են կոչել, որը հետագայում հնչյունափոխվել ու Ջաջուր է դարձել։ Պատմում են նաև, որ մի աղբյուր է եղել, որի ջուրը շատ պաղ ու համեղ էր։ Ջրից գեթ մի պանողը բացականչում էր. Ջանջուր։ Ջանջուրն էլ դարձել է Ջաջուր։ Ջաջուրում շատ չիչխան է աճում։ Ջաջուրցիները կատակով ասում են, որ չիչխանն էլ իրենց մանդարինն է։
Սա Ջաջուրի միակ եկեղեցին է, կառուցվել է 20-րդ դարում։ Խորհրդային անհավատության տարիներին եկեղեցին իբրև պահեստ է օգտագործվել։ Ջաջուրցիները հավատավոր ժողովուրդ են։ Իրենց աղոթքն առ Աստված հղելու համար գյուղի տարբեր հատվածներում փոքրիկ սրբավայր մատուռներ են կառուցել։ Այստեղ հին ու ավերված սրբավայր մատուռ է եղել։ Ջաջուրցիները նորոգել ու ոտքի են կանգնեցրել այն։ Պարոն Նախշքարն է, նրան անվանակոչել են ի պատիվ պապիկի, ով շրջանի առաջին կոմբայնավարն է եղել։ Պարոն Նախշքարն իմանալով, որ մայրաքաղաքից եկել ենք Ջաջուրի մասին տեսաֆիլմ նկարահանելու, որոշեց մեզ ուղեկցել ջաջուրցի Լուսիկ տատիկի տուն, վստահեցնելով, որ նրանից հաստատ կլսենք մեզ հետաքրքրող որևէ պատմություն։ Ես խնոցին կարակ ենք, ամի չերքեցի, հույրասիրը մաղջը լավ վետնական կարակ, լավ աշթողուտեր, նեգնեկ պրտուշ պիլ ես կարակը։ Լուսիկ տատիկը մեզ չէր սպասում, բայց այստեղ հյուրերին միշտ էլ ուրախությամբ են ընդունում։ Եսի տակ է, գիտես նոր է դու մեկ։ Հա, 15-20 ռոպե առաջ էլ է։ Էդիս տամոքսի համար տեղ է։ Խնդրեցինք Լուսիկ տատիկին պատմել Ջաջուրի ու ջաջուրցիների մասին, իսկ մինչ մենք կհասցնեինք նկարահանման համար մի հարմար անկյուն ընտրել, Լուսիկ տատիկն արդեն փոխել էր հագուստը։ Մշո գավառու խոզլու շրջանից եկած, խոզլու։ Մենք մշետ ենք, մեր պապերը, մեր ծնողները մշետ են։ Ձեր մեջ մշեցու ինչ-որ բաներ զգում եք։ Համար կամկունին, դիմացկուն, տոգուն, ցրդինել, մենք մեր լեզվով պես կսենք, էլի, ցրդինել գտիմանանք, շոկինել գտիմանանք։ Հիմա ենք 10 վաճենը դժբախտություն գտիմանանք ինչ։ Ես ինչ որ գիտեմ, մեր մեծերից եմ լսել։ Դե երկու անգամ թուրքի ժամանակ փաբլեք 18 թվին, 1-20 թվին ստեղծել են, տուն են դրել, տեղ են դրել, այդ արավիկների ժամանակ թողել, լկե գնացել են, եկել են դադարքների վրա, նորից էլ իրանց համար ստեղծել են, նորից վերանորոգել են, որը նոր է կառուցել, մենք դիտել երկաշարն էլ 10-ից բետար եղավ։ Ջաջուրցիները մեկ-մեկում միշտ ձեռք են մեկնում, միշտ օգնում, իսկական հայկական հարևանություն անել գիտեն։ Հարևանության համար նախանդություն չունին, համախմբված են դավաճա մեկ-մեկին հասնող, մեկ-մեկին ձեռքտող, օգնող։ Մեկից մեկ բան որ չեղավ, թեկուզ փող, թեկուզ հաց, թեկուզ, ասենք, մեկս եկավ ջուկ կերսանք բերենք, յուղ գբերենք, սմետան գբերենք, մենք էլ բան կերենք, վերադարձնենք։ Այդպես բան էլի կաբը, բանը լավ է։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ջաջուրցիները նախընտրում են ամեն ինչ սեփական ձեռքերով ստեղծել։ Հնի շատերը այս նոր սերունդը, ես քեզ էդել ասեմ, որ այս ջայլները լելեն նոր, այդոնք շատ կծրտին այդ առնելուն, բայց մենք մեծերս չէ։ Հնիկվա սերունդը չեն ուզել նեղությունի, ահա կոմ մտնինք հոտ կուկա, իմ աղբերս աստեղ կոմ առավ, ահակին անասուն արա 20 հատ կով բան, դե ինքը ջուրի տղայր քաղաք կաբրին, բայց գյումրի, հարսը ենդեղած աղջիկ էր։ Ես իգել կերտար կուկար, հայ կոմի հոդ եկավ, մի օր մսի թամար ջան, մեր ֆրանսիական դուխին էլ այդ կոմի հոդն էր։ Այստեղի սարերը հարուստ են բազմապիսի ուտելի բույսերով՝ շուշան, ավելուկ, եղինջ, սիբեղ, էլ չենք խոսում դեղաբույսերի առատության մասին։ Լուսիկ տատիկը հատուկ գրքով եւ ժամանակին մեծերից ստացած խորհրդով լավ գիտե, թե այս կողմերում աճող որ բույսն ինչի համար է։ Լուսիկ տատիկն իր տան վերնահարկում սեփական դեղատուն ունի։ Սա մեր ավանդական դաղցն է, որ մենք չորացնում ու ծմեր օգտագործում ենք չայի համար։ Սա զվերաբո է, սա 90 հիվանդության համար որպես տեղ։
Այստեղ վերնահարկում պահվում է նաև շատ հին մի պրոյեկտոր։ Ժամանակին այս պրոյեկտորը մեկտեղում էր ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև հարազատներին եւ մտերիմ հարևաններին հնդկական բարի ֆիլմեր դիտելու համար։ Մեխանիզմը հայկական ֆիլմի ժապավեն էլ է պտտել։ Լուսիկ տատիկը լավ հիշում է, որ առաջին անգամ հենց սպիտակ պատի վրա պատկերի պրոյեկտման շնորհիվ է դիտել հին օրերի երգը։ Լուսիկ տատիկն այսպես հեշտությամբ մեզ իր տնից բաց չի թողնի։ Ասում է պիտի ջաջուրին բնորոշ մի կերակրատեսակ, պաներ խաշ մեզ համար պատրաստի։ Պաներխաշը պատրաստելուց եւ իհարկե համտես անելուց անմիջապես հետո դուրս եկանք ջաջուրում զբոսնելու։ Մեր ջաջուրցի ուղեկցողը ժամանակավորապես մեզ միայնակ է թողել, գնացել է գործերով, բայց դե հայկական գյուղում տեղանքին անծանոթ մարդը հաստատ չի մոլորվի։ Մենք էլ ոչ միայն չմոլորվեցինք, այլև նոր թխվող հացի հոտն առնելով թոնրատուն հասանք։ Հայկական օջախում թոնրատունը միշտ էլ սուրբ անկյուն է համարվել։ Ասում են, որ շատ տարիներ առաջ, երբ դեռ մեր ժողովուրդը քրիստոնեապաշտ չէր, Փայտակարան նահանգում պսակադրությունը թոնրատանն են արել։ Աղջիկն ու տղան ձեռք-ձեռքի տված պտտվել են թոնրի շուրջ, ապա համբուրվել։ Հետո աղջիկը հայրական թոնրից մի բուռ մոխիր է վերցրել ու լցրել գրպանը։ Երբ մտել են փեսայի տուն, հարս ու փեսան նախ 3 անգամ պտտվել են կրակարանի ու թոնրի շուրջ, ապա ծնկել ու համբուրել կրակարանն ու թոնիրը։ Հենց այդ ժամանակ էլ հարսը հոր տնից բերած մոխիրը թափել է թոնրի մեջ։ Լավաշը թխելուց հետո մնացած խմորով բոքոն են թխում, որ դրանից էլ Մարուսյա տատիկը ճմուռ պատրաստի։ Հայ ժողովուրդը մշտապես անհանգիստ, տարբեր կողմերից սպառնացող վտանգի պայմաններում ապրելով ստիպված է եղել արագ պատրաստվող, բայց ծննդարար կերակուրներ հայտնագործել, ինչպես ճմուռը, մանր կտրատված նոր թխած հաց, ավելացրած տնական հալեցված կարագ։ Մարուսյա տատիկեն ստանդիմաց է գտնվում ջաջուրի դպրոցը։ Ժամանակին այն հռչակված է եղել տեղանքում։ Շատ շատերը հարևան գյուղերից գալիս էին այս տեղի դպրոցում սովորելու։ Դպրոցականները մեզ պատմեցին իրենց կերպարվեստի ուսուցիչ Ընկեր Դավթյանի մասին, վստահեցնելով, որ նրա տանը հաստատ մեզ հետաքրքրող մի բան կգտնենք։ Նկարիչ Աշոտ Դավթյանը երազում է ստեղծել ջաջուրի պատմության թանգարան եւ գյուղի յուրաքանչյուր այցելուի պատմել այս հրաշք վայրի մասին։ Տարիների ընթացքում ինքը հարազատ գյուղից հավաքել է կենցաղային հին պարագաներ, կողովներ, կուժեր, արիշտա պատրաստելու համար հատուկ գրտնակ, մաղեր եւ այլն։ Այս պահարանն էլ արդեն 200 տարվա պատմություն ունի, փոխանցվել է սերնդեսերունդ։ Երկրաշարժից առաջ ավելին կար, շատ բան հողի տակ մնաց ու ոչնչացավ։ Ամեն գյուղ, ամեն բնակավայր, հա, իր պատմությունը կենցաղով ու մշակույթով կամ մարդկանցով ունի։ Ես էլ թափելու փոխարեն հավաքում պահում եմ, մնա։ Հետո մարդիկ, երեխեքը, սերունդներ կնայեն, կտեսնեն, կծանոթանան։ 20-րդ դարի սկզբի ժամանակներում, երբ որ երկաթ գիծ է արդեն անցել ջաջուրով, այդ թունելի շինարարության ժամանակներ, հիմնականում ջաջուրցիների նախասիրությունների մեջ եղել է այդ երկաթ գծի, հա,
այդ սերը երևի այդ գիծը կաբել է տարել է, մաշինիստ են եղել, պրավադնիկ են եղել, այդպես էլ կոչում էին։ Նկարիչն ասում է, որ ջաջուրցին առանց ջաջուրի ապրել չի կարող։ Ջաջուրի քամուսուլոցը լսելն անհրաժեշտություն է, օրգանիզմի պահանջ։ Այստեղ կատակում են, թե ջաջուրցիները մի քիչ բարձր են խոսում, որովհետև գրեթե մշտական դարձած քամիներին հակառակ են խոսում։ Նկարիչ Դավթյանի տանը մեզ միացավ ջաջուրցի Վազգենը։ Նա ապագա օպերատոր է, բայց այս պահին ստանձնում է մեր ուղեկցորդի պաշտոնը։ Վազգենի հետ միասին հյուրընկալվում ենք Մաքսիմ պապին։ Գյուղում Պանտայի, այսինքն Վայրի տանձի առաջին ծառը հենց այս այգում է տնկվել, Մաքսիմ պապի ձեռքով։ Առհասարակ ամբողջ այգին էլ հենց նա է տնկել ու մշակել։ 83 տարեկան պապիկն իրեն անսահման երջանիկ է համարում։ Ծոռի ծնունդն է տեսել, երազում է մի քանի ծոռների լույս աշխարհ գալն էլ տեսնել։ Հիշում է, խորհրդային տարիներին եղբայրը մի նագան է ունեցել։ Քաղաքական պատճառներով եղբորը բանտարկել են։ Նագանը թաքցնելու համար պակաս խնդիրներ չի ունեցել նաև Մաքսիմ պապը։ Եկան միլիցիան ինձ գտել են ջարդեն, ես էլ 40 թվին քան է, 28 թիվ, 40 թիվ, 12 տարեկան, 12 տարեկան երեխա է, այդ միլիցիան այնպես գջարդեն, այնպես գջարդե, որ տան ինգը բան, Երևան, տարան, մեր գեղից էլ ընդեղ մի անում աշխատող կար, ստարշի լետենան, էր ստարշի լետենան էր դարձավ ինձ գծեգ է, ջարդեն գանցի թե նագանի տեղն սա, ես էլ ինադու չծեցի նագանի տեղը, ինչ նագան, ինչ բան, ոչ ես նագան եմ տեսել, ոչ էլ նագան գիտեմ, նագան ուրդից տամ տեսել, չտվեցի։ Մաքսիմ պապի մտքում միշտ թարմ են թուրքական վայրագությունների մասին պատումները, գոնե իր համար սա հեռավոր պատում չէ, այլ անձնական ցավ։ Հերս երկու աղբեր ու մեկ քուր են գրել, քուր եղել, հորքուր, ընձի։ Ուրեմն 14 տարեկան, մազերը շեկ, մինչև գելին դիշներ գրավը։ Ես չեմ տեսել, պատմելով կսնել են վաղտոնել, ես շուտ, հերս կպատմել։ Քուրոջը կտանը թուրքի ասկարը, ապիցերը։ 14 տարեկան աղջկան տանը, հələ, իրանք կին է։ Այս պատմությունը լսելուց հետո Վազգենի հետ միասին ուղևորվեցինք Ջաջուրում գտնվող Ջարդի ձոր կոչված վայր։ Ասում են թուրքերի իրականացրած կոտորածների ժամանակ մեծաթիվ հայեր հենց այս ձորում են տանջամահարվել, դաժանաբար սպանվել։ Ձորում երկար մնացինք։ Յուրաքանչյուրիս մտապատկերներում երևակայվում էին Ջարդի հնարավոր տեսարանները։ Երբ վերադարձանք, արդեն երեկո էր։ Գյուղ էին գնում առավոտյան սար գնացած անասունները։ Ջաջուրը նախրապան չունի, իսկ դա նշանակում է, որ անասուն ունեցող գյուղացիների մեջ հերթապահություն է սահմանված։ Յուրաքանչյուր գյուղացի իր հերթին կովերի, նախիլն ու ոչխարների հոտը սար է տանում։ Հենց այս բարձունքից էլ որոշեցինք հրաժեշտ տալ Ջաջուրին, Մինասի ծննդավայրին, դժվարությունների առջև չխոնարհված ու չխոնարհվող ջաջուրցիներին։ Սա հայ ժողովրդի հավերժության ևս մեկ բացահայտումն է։ Նույնիսկ հողին հավասարեցված բնակավայրն է ոտքի կանգնում, որովհետև հայը երբեք չի հուսալքվում։ Հայը ստեղծող է, հայը կառուցող է, հայն անպարտելի է։